Առաջին Ատյանի դատարանում եւ ձեր դեմ առաջին քրեական գործը հարուցվեց, դուք այդ գործով արդարացվեցիք դատարանում, բայց փաստացի ճակատագրական եղավ ձեր արդարացումը դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ։ Այս դատարանից ինչ կանխատեսումներ ունեք, պարոն նախագահ։ Կանխատեսումներ անել էլ իմ գործը չի, բայց ես հույս ունեմ, որ այս դատարանն էլ մանրամասն կքննի եւ կհամոզվի մեղադրանքի абսուրդային լինելու մեջ։ Պարոն նախագահ, իսկ դուք փորձեք մանրամասներ չասել, ամեն դեպքում հրապարակում արդեն կա։ Այն մասին, որ 18-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը ձեզ զանգահարել է եւ դուք վստահեցրել եք դրան, որ ամեն ինչ նորմալ է։ Հիմա դուք վերահսկողություն կասեք, կոնտրոլ կասեք, ամեն դեպքում ասաց, որ հանգիստ վստահեցրել եք, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ հարցը այսպես բարձրաձայնել նա, որ արդյոք պետական կառույցները ձեզ չեն ասել, ձեզ չեն զգուշացնել, տվյալներ չեն տվել, որ իսկապես երկում այլ իրավիճակ։ Կամ ճիշտ տվյալներ չեն Գիտեք, կարող է հրապարակը ձեզ համար աստվածաշունչ է, ինձ համար աստվածաշունչ չի։ Հրապարակը գրել է եւ դուք դրան հավատացել եք։ Հրապարակ ասեց, ձայնագրությունը կլսեք։ Լավ։ Ես ձեզ խնդրում եմ 18 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք եւ դիտեք, եթե չեք դիտել իմ հարցազրույցները 18 թվականի մասին, ժամերով խոսել եմ, դրանից ավել բան ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու եւ ուղղորդված, չուղղորդված, այև որ նպատակար։ Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը հռետորական է, որովհետեւ արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք, որ մենք այդ իմպիչմենտին սատարում ենք կողմ ենք։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Պարոն Սարգսյան, եթե Հայաստան Այսինքն մենք ինչ իրավունքով ենք էլի դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելը անլուրջ է։